Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Նա հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրողին ու հայտարարել, որ խաղաղության պայմանագրի նախագծում լուծվում են Հայաստանում եւ Ադրբեջանում բարձրացվող հարցերը։ Տավուշի Բերդ եւ Մովսես համայնքներում մայիսի 13-ին ադրբեջանական կրակոցների ձայներ են լսվել։ Պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական զինուժի կողմից կրակ բացելու Բաքվի պնդումը։ Մայիսի 13-ին հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Կարեն Ավետիսյանը։ Մայիսի 14-ին խորհրդարանում կրքերը թեժացել էին իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների միջև։ Մայիսի 13-ին Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքի առջև ակցիա են իրականացրել հայ արտադրողները, հայտնելով, որ Ռուսաստան մեկնող բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հավանաբար կմեկնի հարևան երկիր խնդիրը տեղում լուծելու։ Մեկ այլ դժգոհություն էլ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում է հասունացել։ Այնտեղ մի քանի օր է գործադուլ է տնօրենին հեռացնելու պատճառով։ Մարմարիկում կորած երկամյա երեխային դեռ չի հաջողվել գտնել։ Հոկտեմբերի 27-ի գործով հարձակվել է Ժիրայր Սեֆիլյանը։ Հրապարակվել է նախագահ Սամվել Շահրամանյանի Արցախի հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը։ Հայաստանի ներկայացուցիչ պարգը Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչ փուլ է անցել։ Պակիստանը եւ Հնդկաստանը մի քանի օրվա հարվածներից հետո հրադադար են հաստատել։ Ծոցի երկրներ այցելած ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև Սիրիայի առաջնորդի հետ։